չեմ սիրել սոված նկարիչի կերպարի գաղափարը, որը ձևավորվել էր ռոմանտիզմի տարիներին, այսպես ասած, արվեստի պատմության մեջ եւ հանկարծ բոլորին դուր էր եկել ու որոշել էին մարդիկ, որ դա լավ կերպար է։ Ըստ տարիների ընթացքում Հոլիվուդը ոնց է փոխվել։ Օրինակ հիմա շատ են ասում, որ լավ ֆիլմեր ու մուլտիկներ շատ ավելի քիչ են նկարվում, քան օրինակ նույն 90-ականներին։ Ժամանակի ամեն վայրկյանի մեջ գոյություն ունի 24 նկար։ Մեր ամեն էպիզոդի համար Սիմփսոնի նկարվում է մոտավորապես 30,000 նկար։ ԱՄՆ-ը ոնց է կարողացել դառնա դոմինանտ մշակույթ ու իր մշակույթը արտահանել սաղ աշխարհով։ Տխուր կլինի, եթե AI-ը իրոք փոխարինի այդ բոլոր մասնագիտությունները, ուղղակի արվեստի հոգին կմեռնի իմ կարծիքով։ Հայաստանում ահագին լավ վոլեյբոլ էի խաղում էր դպրոցում։ Ստեյ դպրոցում գնացի, որ փորձեմ ընդեղ իրանց թիմը մտնեմ, ասացին տղա ջան, դες գնա վոլեյբոլ խաղալ ծովորի նոր կգաս։ Բարև ձեզ։ Այսօրվա ոդկասթը, որը կդիտեք կամ կլսեք, չի ձայնագրվել մեր տաղավարում։ Այն ձայնագրել ենք ԱՄՆ-ում Սոնա Օգանեսյանի տաղավարում, որը գտնվում է Ջոն Դոլմայանի ստուդիայում։ Հա, System of Tonic Ջոնի։ Շատ շնորհակալություն եւ Ջոնին եւ Սոնային օգնության համար։ Իրենց ոդկասթների լինքը կդնեմ ներքևում, որը նկարվում է այդ ստուդիայում, եւ շատ շնորհակալություն Միշոն ու Սոնային օգնության համար։ Առանց իրանց այս ոդկասթները, որ մենք կարել ենք ամոնում, հաստատ չէր լինի։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Ելենա Գյոդակյանը։ Ելենան շատ տաղանդավոր արտիստ է, նկարչուհի, ով որ աշխատում է Սիմփսոնների անիմացիոն թիմում, աշխատել է շատ տարբեր հոլիվուդյան հայտնի անիմացիոն ֆիլմերի վրա։ Նրա հետ զրուցել ենք Հոլիվուդի մշակույթի ստեղծագործելու, Սիմփսոնների ապագա կանխատեսելու եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գնացինք։ Ծափը սկզբից տվեցի, բայց դե գնացինք։ Ելենա ջան, նախ շատ շնորհակալություն, որ մեր live podcast-ին մասնակցեցիք։ Լիքը մարդը դու ոդկասթից հետո գրել էր, «Ո՞չ ինչ լավն էր», բանը ափսոս ռեկորդ չէի կարը։ Ասեցի ոչինչ, հեսա ոդկասթ ենք իրար հետ անելու։ Շատ լավ անցավ, շատ շնորհակալություն։ Շատ հաճելի էր։ Ելենա ջան, ձեր մայրիկը մեր ոդկասթի հյուրն է եղել, Տիկին Ալինան, երևի Rearrange-ի ամենաստացված ու ամենասիրված էպիզոդներից մեկն էր։ Իմ համար, ես օրինակ իմ ոդկասթները երբեք չեմ նայում, բայց այդ ոդկասթերը երկու անգամ նայել եմ, որովհետև Տիկին Ալինան այնքան ինֆորմացիա տվեց ու այնքան գեղեցիկ էր ինքը զրուցումը պատմում, որ այդ ամեն ինչը շատ ֆանտաստիկ էր, ես նստած ուրախանում եմ այդ ամեն բառից ու նաև ձեր աղջիկն էլ էլի տաղանդավոր արտիստ է, Սոնան ու դուք էլ միջազգային մակարդակի շատ լավ արտիստ եք, ինձ հետաքրքիր է ոնց է, որտեղ է ձեր ընտանիքի գաղտնիքը, գեներով է, միջավայրն է, ոնց է տենց ստացվել էլի։ Դե վստահ եմ, որ իհարկե գեները իրանց դերը կատարում են, բայց իհարկե շատ մեծ նշանակություն ունի միջավայրը, որի մեջ մեծանում ես։ Ես ուղղակի երջանիկ եմ եղել մեծանալու այն միջավայրում, որտեղ մեծացել եմ, որովհետև ծնողներս լինելով երկուսն էլ կլասիկ երաժիշտներ, միշտ շփվել են իրենց, ասենք, ընկերական շրջապատը եղել է շատ մեծ եւ շատ հետաքրքիր, մեծացել եմ շրջապատված լինելով այնպիսի, ասենք, հսկաներով, ինչպիսին են, ասենք, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Տերտերյանը, Ավետ Տերտերյանը եւ այլն, այսինքն այդ մարդիկ եղել են այն մարդիկ, որոնց, ասենք, ամեն ամառ տեսել եմ իմ շրջապատում, լսել եմ զրույցները իմ ծնողների հետ, լսել եմ այդ ամբողջ իրենց հետաքրքրող թեմաները, հետո, ասենք, մեծանալով գնալով նկարչական արդեն ուղղությամբ սկսել եմ շփվել նկարիչների հետ, շատ հետաքրքիր մեծանուն մարդկանց հետ,
Բանն այն է, որ այդ տիպի մարդիկ ունեն սեփական աշխարհը, սեփական հետաքրքրությունների շրջանակը։ Այդ մարդկանց զրույցը դա քո սովորական, ասենք, կենցաղային զրույցը չի, իրենց հետաքրքրող թեմաները, նույնիսկ իրենց կատակները, իրենց պատմությունները, որ իրենք պատմում են իրենց, ասենք, ուսանողական տարիներից սկսած եւ այլն։ Այդ ամեն ինչը քեզանից անկախ մեծ ազդեցություն է գործում քեզ վրա եւ արդեն քո հետաքրքրությունների աշխարհը դառնում է շատ տարբեր եւ սկսում ես անընդհատ, ասենք, ձգտել դրան, համեմատվել քեզանից անկախ համեմատվել արդեն այդ չափանիշի հետ։ Բնականաբար դա չի կարելի գերագնահատել, այդ ուղղակի մեծ երջանկություն էր հնարավորություն ունենալ եւ հետո ասենք իմ ծնողները, ասենք երբ երեխա ես իրենց ընկալում ես որպես ծնողներ, սիրում ես որպես ծնողներ, բայց հետո իհարկե երբ որ արդեն հասունանում ես եւ սկսում ես հասկանալ եւ արդեն տարանջատել իրենց ծնողների կերպարը, իրենց մասնագետ կամ մարդ ով լինելուց եւ ուղղակի տեսնում ես, որ ինչ երկու գիգանտների ընտանիքում ես ապրել ու գնահատելով իրականում նույնիսկ երեխա ժամանակ էի գնահատում, որտեվ ցանկացած հարցով, ցանկացած թեմայի շուրջ կարող էի անverջ գիտելիքներ ձեռք բերել իմ եւ մամայից բնականաբար եւ հայրիկիցս, որը ուղղակի փայլուն անձնավորություն էր, երաշտագետ Գևորգ Գյոդակյանը ինքը ուղղակի անսահմանափակ գիտելիքների տեր մարդ էր տարբեր բնագավառներում եւ միշտ սիրում է իր հետ զրուցել, ինքը միշտ շատ կոնցեպտուալ հասկացողություն ուներ եւ ընդհանրական հասկացողություն ուներ, ասենք, երաժշտության կապի մասին մշակույթի մյուս ձևերի հետ, ասենք, երաժշտություն եւ կերպարվեստ եւ փիլիսոփայություն եւ գրականություն եւ այդ ամեն ինչը կոմպլեքսի մեջ միշտ չտեսնված հետաքրքիր էր եւ կարողանում էր աշխարհընկալում ստեղծել իմ մեջ, որը շատ ավելի ընդհանրական էր, քան ասենք առանձին վերցրած կերպարվեստը կամ երաժշտությունը կլիներ։ Եթե ասենք մի օր պատկերացնենք, որ չկա երաժշտություն, չկա կերպարվեստ, չկա դրա հետ կապված իհարկե չկա կինո, չկա թատրոն, ոչ մի արվեստաձև չկա, շատ սարսափելի, ձանձրալի կյանք կլիներ երևի։ Շատ տխուր կլներ։ Տխուր կլներ։ Այդ հարց շուրջ մի անգամ ոդկասթում խոսացինք, որ եթե այդ ամեն ինչը վերանար, բայց մի բան կարողանա իր ընտրել, որը կլինի, օրինակ ձեր դեպքում որը կլներ։ Դաժան բան եք հարցնում։ Երևի գիտեք ինչ, մի քիչ խորամանկ պատասխան տամ, ես երևի կինոն կնախընտրեի, որովհետև կինոյի մեջ կա եւ կերպարվեստ, եւ երաժշտություն, եւ թատերական արվեստ, եւ այսքան բոլոր արվեստների միացությունը երևի կինոն է, այնպես որ դա պահելով ես կունենայի նաեւ մնացած բոլորը։ Շատ հետաքրքիր պատասխան։ Ես տենց կարճ մտածելով ասեցի երաժշտություն, բայց հասկանում եմ, որ այդ հարցի շատ ավելի լավ պատասխան կա։ Ես ավելի շատն եմ ուզում, քան միայն երաժշտություն։ Մեր ոդկասթի գործընկեր Իտար Սոլարը իմ կարծիքով արդեն ունի ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարտկոցներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում ու դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթում, որ արդեն անցել ես կուտակված էներգիայի սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգահարիր 81 28 հեռախոսահամարով։ Բայց ինչ լավ է, չէ՞ որ միշտ լույս ունես։ Դուք նաև աշխատել եք լիամետրաժ ֆիլմերում, չէ՞։ Որն է ձեր ամենասիրելին։ Իմ ամենասիրած ֆիլմը, որի վրա աշխատել եմ, դա Iron Giant-ն է, Երկաթե հսկան, որը իմ երկրորդ ֆիլմն էր, առաջի ֆիլմը, որի վրա երբևիցե աշխատել եմ, դա Warner Brothers-ի առաջի ֆիլմն էր, երբ իրենք նոր բացեցին feature բաժինը, եւ ես այնտեղ ընդունվեցի աշխատելու, դա Quest for Camelot-ն էր, իսկ երկրորդը դա հենց ստուդիայի երկրորդ ֆիլմը Iron Giant-ն էր,
եւ դա հենց այն ժամանակաշրջանն էր, երբ որ ստուդիաները պայքարում էին, որ կարողանան այստեղ պահել աշխատանքները, որովհետև սկսել էին outsource անել, սկսել էին դուրս ուղարկել աշխատանքները, Հա, այսինքն ֆիլմի development-ի մի մասը պահում էին այստեղ, իսկ մնացած ամբողջ ուղարկում էին դուրս, որտեղ էժան էր, որտեղ էժան էր։ Ուղարկում էին Կորեա, Չինաստան, Ֆիլիպիններ, Հնդկաստան, ամենտեղ։ Եվ Warner Brothers-ում այդ ժամանակ հետաքրքիր ժամանակաշրջան էր, որտեղ այդ առաջի ֆիլմի վրա իրենք այնքան գումար էին ծախսել, իրենց սպասածից երևի կրկնակի։ Եվ այդքան հաջող չէր ստացվել այդ ֆիլմը, ինչպես ուզում էին, ինչպես սպասում էին, իրենց թվում էր, որ հիմա Disney-ի վերածնունդից հետո Little Mermaid եւ Beauty and the Beast եւ այլն բոլորին թվաց, որ հիմա animation-ը նոր ծաղկունք է ապրում եւ դրա համար սկսեցին արագ-արագ բացել բոլորը feature department-ներ, ուրեմն Warner Brothers-ը բացեց feature animation, որ մինչև այդ միայն TV ուներ, DreamWorks-ը ստեղծվեց, Spielberg-ը, Katzenberg-ը եւ Geffen-ը միացան իրար հետ եւ բացեցին հայտնի DreamWorks, եռյակը, հա։ այո, հայտնի եռյակը բացեցին DreamWorks company-ն, որը էլի ֆանտաստիկ ստուդիա էր։ Ես դրանց Warner Brothers-ից հետո այնտեղ եմ աշխատել։ Հա։ Հա, Վաու։ այո, հա։ Իմ ամենասիրած ստուդիան էր, իրանց Իսկապես, հա։ մուլտֆիլմերի համար ուշ կզգնվում։ Հա, ես մի քանի ֆիլմերի վրա իրենց հետ աշխատել եմ։ Իսկ որոնք ես եկախտի։ Eldorado-ն, Վաու։ Road to Eldorado, հենց Iron Giant-ից հետո գնացի այդտեղ Road to Eldorado, հետո Father of the Pride հեռուստատեսային սերիալ էր, որի վրա աշխատեցի, Sinbad, Sinbad-ի վրա աշխատեցի, մի քանի այնտեղ development-ի շրջանում, մի քանի պրոյեկտի վրա, Kung Fu Panda-ի վրա development արեցի, այսպես որ DreamWorks ես գնում գալիս էի, այդ արանքում գնացի Sony այնտեղ աշխատեցի, հետո հետ եկա, հետո գնացի Warner Brothers-ում Osmosis Jones-ը նկարեցինք, մի խոսքով այդպես տարբեր ստուդիաներով, տարբեր պրոյեկտների վրա աշխատում էի, բոլորը feature animation, եւ հենց այդ տարիներին փաստորեն այդպիսի նոր բում առաջացավ, եւ Warner Brothers-ը, քանի որ շատ հիասթափված էր իր առաջի ֆիլմի եկամուտից եւ հաջողությունից, քիչ հաջողությունից, նրանք որոշեցին կրճատել իրենց ծախսերը, կրճատել մարդկանց քանակը, որը աշխատում էր ֆիլմի վրա եւ գործի մեծ մասը ուզում էին ուղարկել դուրս եւ միաժամանակ նաեւ արեցին King and I ֆիլմը եւ քանի որ Brad Bird-ը, որը ռեժիսորն էր բանի Iron Giant-ի, փայլուն ռեժիսոր էր, եւ ինքը կարողացավ համոզել ստուդիայի ուրեմն տերերին, որ պահեն այստեղ եւ ասեց մենք կես փողով կամ քառորդ փողով եւ կես խմբով կանենք այդ ֆիլմը եւ իրոք ընդամենը 60 միլիոնով արեցինք Iron Giant-ը, այո, երբ որ առաջի ֆիլմը նստել էր մոտավորապես 300 միլիոնի չափ։ Հա, այնպես որ շատ մեծ տարբերություն էր, բայց այդպեսի լավ ֆիլմ նկարեց, շատ հաջողվեց, դրանից հետո իհարկե Brad Bird-ը արեց Incredibles եւ այլն եւ շատ ուրիշ եւ live action ֆիլմեր եւ Օսկար ստացավ, մի խոսքով շատ լավ կարիերա ունեցավ, իսկ մեր գործերից շատերը սկսեցին ուղղակի outsource անել եւ բայց լավ է որ գոնե development-ի մի մասը կարողանում են պահել այստեղ։ Հասկացա, բայց ձեր կարծիքով ճիշտ է որ outsource են անում ուղարկում են արտասահման։ Մեզ համար չէ, երկրի համար չէ, իհարկե ճիշտ չի, բայց ստուդիաների համար ավելի եկամտաբեր։ Շատ եկամտաբեր է, իհարկե, որտեղ շատ մեծ տարբերություն է, թե ինչ են վճարում այստեղ animator-ներին եւ ինչ են վճարում դուրսը, շատ մեծ տարբերություն կա։ Հասկացա։ Իսկ Simpson-ների վրա երբ սկսեցիք աշխատել։
Սիմփսոնների վրա սկսեցի աշխատել 2006 թվականից, այսինքն համարյա արդեն 19 տարի աշխատում եմ Սիմփսոնների վրա, դա իմ առաջին հեռուստատեսության TV առաջի գործն էր, որտեվ մինչև այդ կինոյում էի, եւ վստահ չէի ինչքանով կհավանեմ, չեմ հավանի, որտեվ ուրիշ տեսակ են ռիթմը, աշխատանքի տեմպերը եւ այլն, ամեն շաբաթ նոր էպիզոդ է դուրս գալիս։ Շատ ավելի արագ է, չէ՞, համարվում։ Շատ ինտենսիվ։ Բայց իհարկե երբ սկսեցի աշխատել Սիմփսոնների վրա, հետո հասկացա, որ էլ երբեք չեմ ուզում նոր աշխատանք ման գալ։ Տենց հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր։ Իսկ ինչու՞մ է կանում այդ հետաքրքրությունը։ Ինչն է ձեզ ստիպում անընդհատ մնալ, շարունակել այնտեղ աշխատելը։ Առաջինը ինքը շոուն շատ եմ սիրում։ Ինքը իրոք շատ լավ, հետաքրքիր, ծիծաղելի, ժամանակի հետ քայլող, ժամանակի հետ զարգացող շոու է եւ չհնացող։ Ոնց որ հիմա մենք արդեն վերջացնում ենք 36-րդ սեզոնը, այսինքն 36 տարվա շոու է, որ մտածում ես, որ ասենք սերունդներ են ապրում հիմա, որոնք կյանք առանց Սիմփսոնի չեն պատկերացնում, չեն տեսել։ Սիմփսոնները կան։ Այո։ Դրա համար դա իհարկե շատ մեծ ազդեցություն ունի ընդհանրապես pop culture-ի վրա այդ շոուն, եւ հաճելի է ուղղակի գիտակցել, որ դրա մասն է կազմում, բայց բացի դրանից շատ լավ կոլեկտիվ է, լավ մարդիկ են, հետաքրքիր, որոնք աշխատում են շոուի վրա։ Հետո ուղղակի այս բնագավառում, այս մեր բնագավառում շարունակական աշխատանք ունենալը դա ուղղակի չլսված բան է, որ տարիներ շարունակ կարողանաս ունենալ ստաբիլ աշխատանք։ Հա։ Entertainment-ի աշխարհում դա ուղղակի երանելի բան է։ Հիմնականում պրոյեկտից պրոյեկտ, չէ՞։ Պրոյեկտից պրոյեկտ եւ ամեն պրոյեկտի վերջում մարդիկ սկսում են մանգալ նոր պրոյեկտ, որովհետեւ չգիտես թե հաջորդ չեկդ որտեղից պիտի գա։ Հասկացա։ Հա, մարդիկ Հոլիվուդը մի քիչ շատ ավելի այտենց աստղային են պատկերացնում, բայց իրականությունը մի քիչ ավելի դաժան է։ Աստղերի համար էլ է դաժան, որովհետև նույնիսկ եթե աստղերի մասն են խոսում, որովհետև իրանք էլ, այսինքն կարևոր չի դու որ մակարդակի վրա ես, միևնույն է փորձում ես այդ մակարդակը պահել եւ բարձրանալ ավելի, ասենք, ավելի մեծ հաջողություններ ունենալ եւ այլն, եւ մնալ relevant, այսինքն մնայուն էլի։ հա, ինչ որ չկորցնես քո, ասենք, որակավորումը կամ նշանակությունը ինչ որ բանի պրոյեկտի համար, որովհետև դա շատ հեշտ է կորցնել, քանի որ շատ մրցակցային բնագավառ է։ Հա։ Իսկ ըստ տարիների ընթացքում Հոլիվուդը ոնց է փոխվել։ Օրինակ հիմա շատ են ասում, որ լավ ֆիլմեր ու մուլտիկներ շատ ավելի քիչ են նկարվում, քան օրինակ նույն 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, չգիտեմ, օրինակ 1999 որ նայում ես, ինչ ֆիլմեր ա դուրս եկել, The Fight Club, Matrix-ը, ու հիմա նայում ես, որ տարվա մեջ մի հատ երկու հատ եթե իրոք լավ ֆիլմ դուրս գա, որ ուրախանում ենք, այդ տենց հա թե չգիտեմ, տարիքի հետ մեծանալով են սկսում ենք չհավանել, սկսում ենք չհավանել ու բողոքենք, ասեք մեր ժամանակ գիտեք ինչ կինոներ էին նկարում։ Գիտեք, կարծում եմ, որ դրա մեջ կա ճշմարտություն։ Ես կարծում եմ, որ entertainment-ի բնագավառում, ինչպես նաև ընդհանրապես ավելի լայն իմաստով մշակույթի մեջ, ամեն ինչը ցիկլիկ է, ցիկլներ կան։ Եվ երբ ինչ-որ բան նոր է սկսվում, նա շատ ավելի էքսպերիմենտալ է, ավելի համարձակ է, ավելի կարճած չի կարծրատիպերից եւ ընդհակառակը կարծես պայքարում է այդ կարծրատիպերի դեմ եւ դրանով դառնում է ավելի հետաքրքիր։ Հետո երբ որ գտնվում, ասենք ինչ որ մի մասը ստացվում է, մի մասը չի ստացվում։ Այն մասը, որը ստացվում է, շատ լավ է որ ստացվում է, բայց հետո դառնում է ֆորմուլա։ Հա։
Եվ այդ հաջողությունը արդեն մարդիկ տեսնելով այդ ֆորմուլայի հաջողությունը սկսում են կրկնել այդ ֆորմուլան, անընդհատ կրկնել։ Օրինակ հիմա պատահական չի, որ անverջ մենք տեսնում ենք, ասենք նույն Հա, այդ սուպերհիրոների տարբեր ֆրանչայզները։ ֆրանչայզներ, տարբեր ֆիլմերը, բոլոր, ասենք ինչ որ ֆիլմի առաջինը, հետո այս նույն ֆիլմը 2, հետո 3, հետո 4 եւ այլն, այսինքն դա ամ, այն հարցն է, որ դու տեսնում ես, որ իրենք ապահով ձևն են հետապնդել ստուդիան, Հա, company-ն հետապնդել է ապահով ձևը իմանալով, որ այս վերնագիրը արդեն հաջող լինելով, մարդկանց ծանոթ լինելով, մարդիկ արդեն շատ հնարավոր է, որ նորից երկրորդն էլ կգնան տեսնելու, երրորդն էլ եւ հա, այլն, այսինքն տեսնում ես, որ ավելի հաշվի են առնում մարքեթինգի պահը, քան թե creativity ինչ որ կրեատիվ լինելու։ Եվ ինձ թվում է դա ցավոք սրտի օրինաչափ է։ Դա հենց դրանից է գալիս, որ երբ որ արդեն ֆորմուլան գտնվել է, ասում է, «Էլ ինչի էքսպերիմենտալ բաներ անենք, հետևենք ֆորմուլային, փող աշխատենք», հա, որովհետև իրականում ինչքան էլ մարդիկ չեն սիրում փողի մասին խոսել, բայց ասենք այդ ամեն ֆիլմը նկարելը շատ մեծ գումարների հետ է կապված եւ բնականաբար այդ գումարը դնելով ամեն էքզեկյուտիվ, ամեն ղեկավար, ստուդիայի ղեկավար ուզում է ապահով լինել, որ այդ փողը հետ կգա եւ շատ ավելի մեծ եկամուտ հա, կբերի, որովհետեւ դա նաեւ կապված է իր անձնական հաջողության եւ անհաջողության հետ։ Այսինքն շատ հարցեր կան, որ այսպես միահյուսվելով բերում են նրան, որ ձեր ասացի նման պակասում են ավելի կրեատիվ եւ ավելի էքսպերիմենտալ պրոյեկտները եւ հա, ավելանում են շտամպարած իրար նման իրար նման նույն նույն վերնագրերով, պատմություններով, նույն հա։ պատմություններով անհետաքրքիր Բայց պրոյեկտներ։ ես վերջերս տես մի քանի հատ շատ մեծ բյուջեով նման ֆիլմեր շատ անհաջող բանում ոնց որ եկամուտ Եկամուտ ունեցան։ ունեցան ու ոնց որ այդ տենց մեծ սիգնալ էր շատ ստուդիաներին, որ անընդհատ նույն ֆրանչայզները, անընդհատ նույն վերնագրերը օգտագործելը տենց լավ արդյունքի չի բերելու էլի։ Այո, Չգիտեմ, շատ ճիշտ է։ վերջի Star Wars-երը, չորրորդ Մատրիցան, բոլոր սուպերհերոսների վերջի ֆիլմերը, ոնց որ Marvel-ը այդքան է, չգիտեմ, լավ վիճակ չի ու ստուդիաները ոնց հասկանում սկսել են մի քիչ վերանայեն, բայց երևի բանա, չէ, տենց արանքն է շատ մեծ, այսինքն եթե իրանք 24 թվին կամ 23 թվին սկսում են վերանայեն, մի 5 տարի տևում է մինչև նոր բաներ շուկա կդուրս գան, չէ։ Մի կինոյի production-ը մոտավորապես ինչքան է տևում։ Շատ ճիշտ եք, երևի հենց այդպես էլ տևում է, մի քանի տարի տևում է, բայց քանի որ ստուդիաները միշտ development-ի մեջ ունենում են բազմաթիվ պրոյեկտներ, Հա, իրենք եթե այսօր որոշեն, իրենք կարող են արդեն կիսով չափ develop եղած պրոյեկտ հանել իրենց պահոցներից հա, եւ սկսել ասենք խոդի փոխել։ գցելով շատ կարող են արագ դա անել եւ հիմա շատ բաներ տեմպերը արագացել են, թե տեխնիկական պայմանները լավանալով, տեխնոլոգիաները եւ թե ուղակի այդ պահանջը, որ ամեն ինչ տեղի ունեմ, կյանքը արագացել է Հա, ուղակի եւ իրենք ավելի շատ դրա հետ են գնում, բայց հենց այդ պատճառով էլ ինչի եմ ասում, որ ցիկլիկ են այդ բոլոր երևույթները, այո, անհաջող շատ մեծ բյուջետով անհաջող ֆիլմեր, երբ որ լինում են եւ դա սկսում է կուտակվել եւ արդեն իրենց հասկացնում է, որ սա ձև չի կարող շարունակվել այսպես, ուրեմն սա իրանց ստիպում է, որ նորից վերադառնան կամ նոր առաջանան նոր ստուդիաներ առաջանան, որոնք անում են նորից էքսպերիմենտալ եւ հետաքրքիր նոր ֆիլմեր կամ հա, պրոյեկտներ եւ դրանից այդ ցիկլը նորից սկսվում է։ հասկացա, իսկ անիմացիան ինչի է տենց թանկ։ Անիմացիան շատ թանկ է, որովհետև ասենք ամեն վայրկյանի մեջ, ժամանակի ամեն վայրկյանի մեջ գոյություն ունի 24 նկար, կամ լավագույն դեպքում 12 նկար, եթե մեկու մեջ է արվում։ Այդ 12 նկարը պատկերացրեք, եթե ասենք ամբողջ է կամ ասենք խումբ է մարդկանց, ուրեմն այդ ամեն մարդու նկարելը այդ ասենք 10 ու
այդ քանակի, այսինքն մեր ամեն էպիզոդի համար Simpson-ի նկարվում է մոտավորապես 30,000 նկար։ 30,000 նկար։ 30,000 նկար։ Այսինքն ու դա դեռ շատ կոնսերվատիվ չափերով, որտեղ ասենք մենք ունենք էպիզոդներ, որտեղ ասենք ամբողջներ են, ինչ որ խաղ է, ասենք ֆուտբոլային կամ ինչ որ շքերթ կամ ինչ որ մի բան, այդտեղ իհարկե շատ մեծանում է այդ թիվը։ Ես ասում եմ, այդպես շատ པարզ էպիզոդի համար մոտավորապես 30,000 նկար եւ բնականաբար ուրեմն երբ որ այդ ամեն ինչը գումարում ես իրար այդ ամբողջ աշխատանքը, որը դրվում է, դրա համար մուլտիպլիկացիան շատ թանկ արվեստ է։ Իսկ Simpson-ները տարեկան քանի էպիզոդ է դուրս գալի։ 22 սովորաբար, 22։ մոտավորապես սեզոնը Այսինքն 22 կոպիտ ասած մի էպիզոդի համար տարվա կտրվածքով ընդամենը 2 շաբաթ ժամանակ կա։ Չէ, ամեն էպիզոդի վրա մոտավորապես 6 ամիս է գնում սցենարի սկսվելուց մինչև վերջնական։ Այո, ամեն 2 շաբաթը մեկ մի թիմ սկսում է աշխատել նոր էպիզոդի վրա։ Այսինքն մեր ամբողջ ստուդիայի ստրուկտուրան այսպիսին է, գոյություն ունեն մի քանի հատ ռեժիսոր, իրանց assistant director-ներով, եւ այդ զույգը ղեկավարում է թիմի աշխատանքը եւ ասենք ամեն թիմում կարող է լինել, ասենք 10 animator, որոնք անում են այդ հիմնական աշխատանքը, որը այստեղ արդեն ստեղծում ենք ամբողջ էպիզոդի տեսքը, ինչ է տեղի ունեմ եւ այլն, եւ հետո արդեն երբ որ պիտի ասիստենտների աշխատանքը սկսվի, դա ուղարկվում է Կորեա։ Այնտեղի ստուդիան, որը արդեն 30 տարի աշխատում է Simpson-ների հետ, իրենք անում են ամբողջ այդ assistant animator-ների աշխատանքը, անում են clean-up-ը, անում են գույներ լցնելը, որը նույնպես որոշվում է մեր մոտ color stylist-ը եւ art director-ը անում են գույները բոլորը համարակալված են։ Այսինքն իրենց տրվում են այդ ցուցակները եւ իրանք ըստ այդ ցուցակների գունավորում են ուրեմն ամեն ինչը եւ հետ են ուղարկում մեզ։ Եվ հետո մենք ստուգում ենք եւ դուրս է գալիս եթեր եւ այդ ամբողջ process-ը սկսվելով սցենարից մինչեւ այդ վերջնական process-ը տևում է մոտավորապես 6 ամիս ամեն էպիզոդի համար, բայց քանի որ սկսվել է նախորոք, ուրեմն մենք կարողանում ենք ամեն շաբաթ նոր էպիզոդ Ես թվում է էպիզոդից հետո է գնում, բայց չէ, հնարավոր չի, հնարավոր չի 2 շաբաթվա մեջ կամ մի շաբաթ, հատկապես մի շաբաթվա մեջ հնարավոր չի մի ամբողջ էպիզոդ ստեղծել, նկարել։ Հա, բայց այդքան շուտ սկսելով միշտ տենց լավ ոնց որ այդ օրվա հասարակական vibe-ը կամ ինչ են մարդիկ զգում ու խոսում, միշտ լավ բռնում է էլի էպիզոդները։ Գիտեք, այդտեղ գաղտնիք կա, որովհետև ինչքան էլ էպիզոդը նախորոք է արվում, ասենք մի քանի ամիս նախորոք է գրվում, արվում, վերջնական, ասենք այդ animation-ը արվում, եթե շատ արձիական մի բան է տեղի ունենում, երբ որ Կորեայից հետ է գալիս, մենք ունենք փոքր խումբ, որը անում է retakes։ Այդ retake-ները կարողանում են մտցնել emergency group, emergency Հա, իրենք անում են սովորաբար սխալների ուղում, եթե ասենք Կորեայից մի բան եկել է եւ այնպես չի, ինչպես ուզում ենք եւ այլն, իրենք անում են այդ փոփոխությունները, սխալների ուղումները եւ այլն, բայց այս դեպքում նաեւ անում են, եթե նոր ներմուծումներ պետք է անենք էպիզոդի մեջ, ինչ որ նոր կատակ կամ մի երևույթ, արվում է այդպես։ Ու բան է կամ հասցնում ենք ապագան կանխատեսել։ Ապագան, հա, ես ուղղակի ինքս զարմացել եմ, թե YouTube-ի վրա ինչքան կան այդպիսի բաներ, կարճ էպիզոդներ, որոնք պատմում են Simpson-ների շատ կանխագուշակությունների բաներ մասին։ կա, conspiracy theory-ներ։ Այդ ինչ էր հայերեն։ Conspiracy, Ես չգիտեմ։ Okay, conspiracy theory, որ Simpson-ները ապագան տեսնում են, ապագան կարողանում են գուշակեն, բայց դե հասկանում ենք, որ համընկնում է անընդհատ հասարակական տարբեր հարցերի շուրջ խոսալու պատճառով։ Իսկ ես չգիտեի ու չէ պատկերացնում, որ Simpson-ների մի մասը այնպես Կորեայում է հարվում։ Այնտեղ էլ է մեծ թիմ, հա։
Այնտեղ բավական մեծ թիմ է եւ քանի որ իրենք անում են ավելի տեխնիկական մասը աշխատանքի, ամ, այդ փաստորեն իրենք անում են այն բաները, որոնք մեծ փոփոխություն չեն բերում, այսինքն ընդհանրապես փոփոխություն չեն բերում այստեղի արածին, որովհետև ամբողջ creative team-ը այստեղ է։ Հա, Իսկ իրենց արածը դա assistant animator-ների աշխատանք է եւ colorist-ների աշխատանք է։ այսինքն կրեատիվ մաս ոչ մի Չէ, բան չի։ կրեատիվ մաս իրանք չունեն, իրանք ոչ մի բան չեն կարող փոխել, ոչ մի բան ավելացնել, պակասացնել, իրանք ուղղակի, ասենք, առաջ հատկապես կարևոր էր, երբ որ մուլտիպլիկացիան արվում էր թափանցիկ սելերի վրա, հա, ցելյուլոիդի բաների վրա, ասենք, մեր արած drawing-ը, նկարը տպվում էր այդ ցելյուլոիդների վրա եւ, ասենք, գույն դնողը հակառակ հերթականությամբ լցնում էր գույները այդ ցելյուլոիդի վրա, հետո դա դրվում էր կամերայի տակ, նկարվում էր ամեն կադրը առանձին, հետո դա հանվում էր, հաջորդներ դրվում, հետո հանվում էր, հաջորդներ դրվում։ Երկար դժվար աշխատանք։ Սարսափելի աշխատանք, հա։ Իսկ հիմա, քանի որ այդ ամեն ինչը կոմպյուտերիզացված է, եւ մենք էլ ենք նկարում կոմպյուտերների վրա, չնայած մենք էլի նկարում ենք ձեռքով եւ նկարում ենք ձեռքով սինթիկի վրա, կոմպյուտերի էկրանի վրա։ Եվ դա Սինթիկ։ սինթիկ է կոչվում, հա, ինքը բանի կոմպյուտերի էկրանա եւ ստայլեսով, որը գրիչի նման է, կամ մատիտի, նկարում ես վրան, հակառակ կողմով ջնջում ես ռետինի նման, այսինքն ինքը լրիվ տալիս է այդ տպավորությունը, բայց շատ ավելի հեշտ է որպես գործիք օգտագործել, որովհետեւ կարողանում ես, ասենք, եթե պետք է նկարիդ փոփոխություն անես, ասենք, կերպարիդ նկարել ես, գլուխը, ասենք, փոքր է եղել։ Մի անգամից փոխանակիրան նորից վերա նկարես, ինչպես անում էինք թղթի վրա նկարելուց, ստիպված նորից էինք նկարում։ Իսկ այստեղ դու իրան ուղակի վերցնում ես, գլուխը մեծացնում ես, վերջացավ։ Բացի դրանից, ձայնը, երբ որ մենք ունենք արդեն դերասանների ձայնագրությունը, մենք դնում ենք մեջը եւ կարողանում ես արդեն նկարել եւ միանգամից playback անել եւ տեսնել ամբողջ animation-ը ձայնով, իսկ առաջ այդ ձայնագրությունը ունեինք եւ պիտի հարմարացնեինք մեր թղթի նկարներին, որ հասկանայինք աշխատում է, չի աշխատում, դիալոգը ճիշտ է, սխալ է եւ այլն։ Այսինքն շատ հեշտացրեց ինքը որպես գործիք, ֆանտաստիկ գործիք է, հիմիկվա անիմացիայի ծրագրերը։ Ավելի արագացել է process-ները։ Արագացել է, հեշտացել է եւ հա, եւ իհարկե բնականաբար հատկապես հեշտացավ գործը գույն անողների համար, որովհետև իրենք ուղղակի կոմպյուտերով գույները լցնում են ըստ համարների եւ արդեն կարիք չունեն մտածել, օրինակ այդ ցելյուլոիդները նույնիսկ ինչքան էլ իրենք թափանցիկ են, բայց երբ որ մի քանի հատ դնում ես, արդեն հետևինը շատ լավ չի երևում, այստեղ կամերայի որակի հարցն է մեջտեղ գալիս, իսկ երբ որ դա կոմպյուտերով է, կարևոր չի թե քանի layer, քանի շերտ ունես, կարևոր չի, ինքը նույն ձևով, նույն որակի կադր է տալիս։ Իսկ AI օգտագործում եք, ասինքն հիմա Չէ, բացարձակ։ իսկ դա կազդի ինդուստրիայի վրա ձեր Վստահ եմ, վստահ եմ։ Իշմեմ անցած տարի ցույցեր եղավ, չէ, Հոլիվուդում, որ սցենարիստները Այո։ բան ցույց էին անում։ Այո, բան էր, գործադուլ էր եւ սցենարիստները գործադուլ արեցին եւ դա բնականաբար մեր բոլորի վրա տարածվեց, ստուդիաները փակվեցին։ Հա, Մենք full փակ բոլորս full ինստիտուցիաները։ փակվեցին, մենք մի քանի ամիս աշխատանք չունեինք, որովհետեւ ամեն ինչ կանգնած էր։ Ինչ որ մեզ նախորոք մի քանի սցենար գրել տվել էին, մենք դրա վրա շարունակում էինք աշխատել, երբ որ գրողները արդեն գործադուլի մեջ էին, որովհետեւ նախորոք ունեինք մի քանի հատ, բայց հենց դրանք վերջացրեցինք, արդեն մենք էլ գործ չունեինք, ստուդիաները փակվեցին, մենք մի քանի ամիս աշխատանք չունեինք եւ այո, այդ բանի մի մասը, հարցի մի մասը հենց դա էր պրոդյուսերների հետ, ստուդիաների հետ, որ իրանք իրավունք չունենան AI-ով փոխարինելու Իրենց այո, կրեատիվներին, գրողներին, հետագայում նաև նկարիչներին եւ այլն ստեղծողին, որովհետեւ հիմա օրինակ գրքի իլյուստրացիայի բնագավառում
հսկայական խնդրեմ կա դրա մեջ, որ մարդիկ AI օգտագործելով անում են գրքի իլյուստրացիա, այլևս ասենք կարիքը չունեն նկարիչ իլյուստրատորի, չեմ խոսում արդեն գրաֆիկ դիզայնի մասին, ձևավորման եւ այլն, այսինքն շատ մասնագիտություններ սկսում են մեծ խնդիրներ ունենալ այդ պատճառով։ Բայց արդյոք այդ կարողանում այսօր արդեն փոխարինել։ Որտեղ օրինակ ես իմ օրինակով ասեմ 99%-ով ես նկատում եմ որ դա AI է։ Ես էլ։ Ու հենց նկատում եմ որ AI է, ոնց որ մի անգամից sense լավ չեն վերաբերվում, վատ բառ չօգտագործեն, որովհետև նրա համար չէ որ մարդ չի արել դրա համար, այլ մի անգամից երևում է որ հեշտ արագ ճանապարհ է, իսկ արթի այդ ամեն ինչի գեղեցկությունը միշտ են եղել որ մարդիկ իրենց հոգին են դրա մեջ դրել ու ժամանակ են ծախսել այդ արագ պրոստը տականելու համար չէ էլի ու երբ որ AI-ով նկար ես տենում գիրք կլինի, չգիտեմ, article կլինի, որտեղ ուզում են օգտագործեն կամ Facebook-ի կամ LinkedIn-ի post կլինի, մի անգամից ոնց որ մի հատ ավել քայլ չի արել, էլի, այնց ավելի շատ low quality նշան է, վատ որակի նշան է, չգիտեմ, կարող է զուտ ես bias ունեմ դրա համար այտենց, բայց համենայն դեպս ինձ տենց է թվում։ Ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ եւ իմ հույսը հենց դրա մեջ է, որ մարդկանցից շատերը նման վերաբերմունք կունենան եւ դա չի նշանակում, որ ես դեմ եմ AI-ին, ասենք բոլոր բնագավառներում ես վստահ եմ, որ AI-ը հսկայական հնարավորություններ ունի եւ եթե ճիշտ օգտագործվի, ֆանտաստիկ ձեռքբերում կլինի մարդկության համար բնականաբար իհարկե սխալ ձեռքեր չընկնելու դեպքում, բայց ինչ վերաբերվում է արվեստին, այո, ես համաձայն եմ եւ ես գտնում եմ, որ արվեստի հոգին հենց իր մարդկային էության մեջ է եւ երբ որ դա մեջտեղից հանում ես, դա այլևս արվեստ չի։ Դա ինչ որ ուրիշ մի բան է, չգիտեմ ինչ է, անունը ինչ ուզում են դնեն, բայց ամենայն դեպս տեսնենք, իմ հույսը հենց դա է, որովհետև շատ տխուր կլինի, եթե AI-ը իրոք փոխարինի այդ բոլոր մասնագիտությունները, տխուր կլինի ոչ միայն այն իմաստով, որ մարդիկ կզրկվեն աշխատանքից եւ այդ քանակի մարդիկ աշխատանքից զրկվելու դեպքում դա մեծ խնդիրներ կարող է առաջացնել սոցիալական, բայց բացի դրանից ուղղակի արվեստի հոգին կմեռնի իմ կարծիքով դրա համար ես հուսով եմ որ դա տեղի չի ունենա։ Իսկ արվեստի համար պետքա որ մարդու ձեռքը լինի։ Կարծում եմ անպայման, որովհետև ամբողջ արվեստը ինքը հենց մարդու հոգու դրսևորումն է, լինի դա երաժշտություն, կերպարվեստ, ինչ բնագավառ ուզում ես վերցրու, դա մարդու ինքնարտահայտման, մարդու հոգու ամենաբարդ պրոցեսների արտահայտություն է, չէ՞, բոլոր ասենք տենչանքների, բոլոր ասենք ամենացավոտ եւ ամենաերջանիկ պահերի այդ ամեն ինչը արտահայտվում է արվեստի միջոցով եւ երբ որ դու դա հանում ես արվեստի մեջից, այսինքն իսկ ինչ է մնում։ Հա։ Իսկ դες ինչն է ստիպում նկարել։ Ինչն է ստիպում նկարել։ Գիտեք, ես իրականում չգիտեմ, որովհետև ասենք, երբ ես շատ փոքր էի, որ վստահ եմ ինքս ինձ այդ հարցը չէի տալիս, ես նկարում էի եւ ես անվերջ նկարում էի եւ դրա մեջ չտեսնված հաճույք էի ստանում եւ մինչեւ հիմա երբ ես նկարում եմ ես մեծ բավականություն եմ ստանում անկախ նրանից թե ես նկարում եմ ինքս ինձ համար, ասենք իմ անձնական կերպարվեստը, թե նկարում եմ անիմացիա, որը ասենք կապված է իմ աշխատանքի հետ, բայց այդ բավականության process-ը նույնն է, որովհետև ասենք երբ ես մտածում եմ անիմացիայի մասին, իմ աշխատանքի արդյունքը անիմացիան դա զուտ entertainment է, չէ՞, entertainment, զվարճանք, բայց process-ը պատճառում է, անշուշտ, բայց այո, հենց հաճույք պատճառելու համար է, դա զվարճանք է, դա entertainment է, բայց process-ը դա զուտ արվեստ է,
ինքը process-ը, նկարելու process-ը ինքը արվեստ է, որովհետև դու դրա մեջ դնում ես քո ստեղծագործական ամեն տեսակի զգացողությունը, դու դնում ես դրա մեջ քո վարպետությունը որպես նկարիչ, դու դնում ես դրա մեջ ամեն ինչ, ինչ որ դու դնում ես քո անձնական աշխատանքը անելու համար։ Ուղղակի այս դեպքում դա արվում է, ասենք, կոնկրետ պրոյեկտի նպատակի համար, քո անձնական արվեստը դու անում ես քեզ համար։ Շիմ, ոնց որ ոդքասթի սկզբում ասինք, ինչ տխուր կլներ կյանքը, եթե այդ ամեն ինչը չլներ։ Սարսափելի։ Անգույն, դժգույն։ Այո։ Այդ լավ ասեցիք էլի մեզ ինչն է ստիպում ստեղծագործել։ Ու երևի ամեն մարդու մեջ մի քիչ այդ ստեղծագործական կողմը կա, բայց որոշ մարդիկ կյանքի ընթացքում դա մոռանում են կամ հատուկ սպանում են, իսկ մարդիկ կան ծաղկացնում են այդ իրենց ունակությունը, չնայած դա իր հետ բերում է երևի ինչ-որ մասով նաև բարդություններ։ Տենց է, չէ՞ երևի։ Համաձայն եմ ձեզ հետ եւ ճիշտն ասած ես կարծում եմ, որ ստեղծագործական էությունը իրոք բոլորի մեջ կա եւ մեկը շատ զարգացնում է, մեկը չի զարգացնում, բայց նույնիսկ չզարգացնելու դեպքում նույնիսկ փոքր առօրյա ինչ որ հարցեր լուծելիս մարդիկ հանկարծ ցուցաբերում են ինչ որ ստեղծագործական մոտեցում հարցի լուծման։ Եվ դա հենց նշանակում է, որ իրենք պետք է գիտակցեն այդ պահին, եթե ինչ որ ոչ ստանդարտ, յուրահատուկ լուծում են տվել իրենց առաջացած խնդրին, իրենք պետք է հասկանան, որ ուրեմն ունեն ստեղծագործական ինչ որ ձիրք, եւ եթե ուզեն, կարող են ցանկացած տարիքում, ցանկացած ժամանակ փորձել դա զարգացնել եւ կարեւոր չի թե ինչ բնագավառում։ Իմ խոսքը տվյալ դեպքում բացարձակ արվեստի մասին չի միայն։ Ես կարծում եմ, որ ստեղծագործությունը կարելի է զարգացնել ցանկացած բնագավառում եւ ամեն աշխատանք կարելի է անել ստեղծագործական մոտեցումով եւ այդ ձևով աշխատանքը չի դառնա տաղտկալի, միօրինակ։ Ես գիտեմ, որ ասենք մարդիկ նույնիսկ իրենց կենցաղում առանց գիտակցելու այդ ստեղծագործական մոտեցումը մտցնում են, ասենք իրանց թեկուզ շրջապատը, տունը ձևավորում են մի հետաքրքիր ձևով, գեղեցիկ դիզայնով, ինչ որ դա էլ է, չէ՞ ստեղծագործական մոտեցում կամ մարդկանց հագնվելու ձևը, եթե նրանք գտնում են, որ իրենց էությունը ամենաճիշտ ձևով արտահայտվում է որոշակի ոճի մեջ, դա էլ է, չէ՞ ստեղծագործական մոտեցում։ Այսինքն մենք անընդհատ մեր կյանքում անում ենք ընտրություններ փոքր, մեզ ոչ կարևոր թվացող, բայց դրանք նույնպես կապված են ստեղծագործական մոտեցման հետ։ Եվ եթե դա նկատում ես, կյանք ավելի հետաքրքիր է դառնում։ Հա, միանշանակ ինքն էս լավ նաև ձև է ինքնարտահայտվելու։ Իհարկե։ Ու պարտադիր չի ինքը տենց հանրային լինի, էլի։ Չէ, բոլորում։ Օրինակ, չգիտեմ, ես ընկեր ունեմ, որ ահա շատ սիրում է տարբեր բաներ փորձի ուտելիքով սարքի ու ինքը երբ որ ինչ-որ մի բան է սարքում, իր համար դա ես կողքից որ նայում ոնց որ ստեղծագործելու process-ը լինի, որտեղ փորձում ավելացնում, ասենց հյուրասիրում ու ինքը այդ process-ը հաճույք հաստատ մենք այդ էմոցիան այդ ուտելիքի հետ զգում ենք։ Ես Ու այդ շատ սիրուն process է։ Ճիշտ է, ես կարծում եմ ընդհանրապես ուտելիք պատրաստելը դրա մեջ շատ մեծ ստեղծագործական մոտեցում կա եւ ես գիտեմ շատ շատերը այն մարդիկ, որոնք նույնիսկ ասենք առիթ չեն ունեցել ուրիշ աշխատանք ունենալու եւ ասենք ուրիշ բնագավառում մասնագիտություն ունենալու, իրենք այնքան ստեղծագործական ձիրք եւ հաճույք են դնում այդ պատրաստելու մեջ, որ դու տեսնում ես, որ այո, դա ստեղծագործական process է, որտեղ իրանք ինչ որ դոգմատիկ ձևով չեն մոտենում, այլ փոփոխություններ են անում, ինչ որ էքսպերիմենտներ են անում եւ այլն, դա ստեղծագործական process է իհարկե։ Հա, համաձայն եմ։ Դուք Հայաստանում Թումոյում դասեր եք տվել, ու ինձ հետաքրքիր է ինչ ֆիդբեք ունեք, ոնց էր Թումոյի ուսանողների վերաբերմունքը ձեր դասերին կամ արդյոք ինչ որ երեխեք կան, որոնց մեջ այդ տաղանդը կամ կրակը տեսակ ու կարա արդյոք ոլորտը զարգանա Հայաստանում, թե չէ։ Միանշանակ երեխաները ֆանտաստիկ էին ուղակի եւ
կարծեմ 16 հոգանոց խումբ էր եւ ամենափոքր տարիքի չէին, մոտավորապես 14-ից 20 տարեկան, եւ բոլորը բնականաբար Simpsons սիրող, որտեվ իրենք նախորդ գիտեին, թե ինչ դաս են վերցնելու։ Ես ունեի շատ կարճ ժամանակ, ընդամենը 2 շաբաթ, եւ այդ 2 շաբաթվա ընթացքում իրենք ոչ միայն սովորեցին ծրագիրը հենց մի քանի առաջի մի 3-4 ժամվա ընթացքում սովորեցին Harmony-ին, կարողացան ստեղծել ամեն մեկը իր ուրեմն իմ առաջադրանքը այն էր, որ ես իրենց խնդրեցի ամեն մեկը վերցնի ինքը իրեն Simpsonize անի, այսինքն իր կերպարի վրա հիմնված անի Simpson-ի կերպար։ Եվ հետո օգտագործելով այդ կերպարը նրան օգտագործի այդ couch gag-ի մեջ, այսինքն այդ առաջի բացման մասը Simpsons-ի ամեն էպիզոդի, երբ որ ամբողջ ընտանիքը վազելով գալիս նստում են բազմոցի վրա հեռուստատեսության առաջ, եւ այդ couch gag-ը ընդհանրապես հետաքրքիր պատմություն ունի, որովհետեւ ամեն անգամ տարբեր է եւ նախորոք պատրաստվում են բազմաթիվ couch gag-եր, որոնք կապ չունեն հիմնական էպիզոդի թեմայի հետ։ Ուղղակի իրանք հետո հարմարացնում են, թե որը, ասենք, ուզում են այդ ժամանակ, որը հարմար են գտնում։ Եվ դարձավ այսպիսի մի հետաքրքիր տրադիցիա, որ սկսեցին հյուր նկարիչների ուրեմն հրավիրել, որ անեն այդ couch gag-երը, օրինակ բանը արեց, Plimpton արեց, Del Toro-ն արեց եւ այլն եւ շատ հետաքրքիր, Banksy-ն արեց couch gag եւ ամեն անգամ տարբեր ոճով շատ հետաքրքիր բա եւ ես որոշեցի, որ այս երեխաներն էլ կարող են ամեն մեկը իր ոճով անի այդպիսի մի couch gag օգտագործելով նաեւ իր սեփական կերպարը այդ ընտանիքի հետ միասին։ Եվ ես ուղղակի շշմած էի, թե երիտասարդները ինչ ֆանտաստիկ աշխատանք արեցին այդ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում, ամեն մեկը վերջացրեց իր այդ շորթը, իր կարճ ֆիլմը եւ հետո մենք վերջում իրենց կինոթատրոնում հենց Թումոյի ունեցանք ցուցադրություն իրար հետևից եւ ուղղակի բոլորը հյուրերը շատ տպավորված էին, շատ զարմացած ընթացքում ժամանակվա ամերիկյան դեսպանը հյուրեր ուներ, եկավ մեր դասին նայելու թե ինչ են անում, շատ ինքն էլ շատ տպավորված էր, շատ զարմացավ, որ Simpsons-ի հետ կապված workshop ենք անում։ Մի խոսքով այդպես շատ լավ արձագանք ունեցավ եւ երեխաները իրոք շատ տաղանդավոր են, ես կասկած չունեմ, որ իրենք բոլորը կարող են շատ բանի հասնել, միայն լինեն աշխատանքներ, լինեն աշխատանքի հնարավորություններ, դրա համար ես էլ փորձում եմ խոսել տարբեր մարդկանց հետ եւ տեսնել ինչ հնարավորություններ կա Հայաստանում ստեղծել, ասենք, ստուդիա, որը կարողանա այստեղից outsourcing-ի դեպքում ինչ որ շոուներ գնան ոչ թե ասենք Կորեա կամ Չինաստան, այլ գնան Հայաստան եւ բայց ինչքան ռեալիստիկ։ Դա ռեալիստիկա նոր շոուն է։ Այդքան մասնագետ պետք է պատրաստել։ Ունենք բավականաչափ արդեն հենց միայն ասենք Թումոյում animation սովորած երիտասարդները իրենք բավականաչափ հիմք ունեն, որ կարողանաս իրենց շատ արագ վերապատրաստել եւ ստեղծել այդպիսի հնարավորություն։ Այսինքն պետք է ուղղակի ճիշտ մարդկանց միացնել իրար եւ տեսնել ինչ կստացվի։ Այսինքն հնարավորություն ունենք, որ մի օր Երևանում լավ ստուդիա կլինի ու Հոլիվուդի համար կաշխատեն։ Այո, որովհետև արդեն բաներ կան, որ ասենք Netflix-ի համար բաներ են նկարվել Հայաստանում, ինչ որ այդպիսի կապեր հաստատվում են եւ կան մարդիկ մեր բնակավարում, որոնք ակտիվ այդ ուղղությամբ աշխատում են, փորձում են ավելի շատ production-ներ տանել Հայաստան։ Եվ դրա համար ես հիմա նաև ուրիշ ոլորտների հետ կապված փորձում ենք այդ մասին խոսել, տեսնենք, չեմ ուզում նախորոք այդ մասին խոսել, բայց շատ մեծ հույս ունեմ, որ մի բան կարողանանք ստացվի։ Մի քիչ կարամ չէ թեման փոխել։ Իհարկե։ Ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր։ Հոլիվուդը ոնց է կարողացել
զուտ անձնական կարծիքը մի քիչ նաև հասկանալու ձեր մասնագիտական բեքգրաունդը Հոլիվուդը, ավելի ճիշտ ԱՄՆ-ը ոնց է կարողացել դառնա, չգիտեմ, դոմինանտ մշակույթ ու իր մշակույթը արտահանել սաղ աշխարհով ու ոնց որ աշխարհում բոլորը ձգտում են ապրեն Ամերիկայի նման։ Ինչքան է հակառակը ցույց տան խոսան, մեկ ամերիկյան մշակույթը ամեն տեղ է։ Ու դրա երևի ամենամեծ պատճառներից մեկը հենց Հոլիվուդն է ու նաև ամերիկյան երաժշտությունը։ Ձեր կարծիքով պատահական է ստացվել ու թե չէ ու ոնց է որ այս ժամանակաշրջանում հենց ԱՄՆ-ն է դոմինանտ։ Իմ կարծիքով ստեղ կան շատ տարբեր պատճառներ, որոնցից չեմ ասի հիմնականը, բայց շատ կարևորը հենց Ամերիկայի գաղափարն է, թե ինչպես է ստեղծվել Ամերիկա, այս Միացյալ Նահանգները որպես երկիր, այն իմաստով, որ նույնիսկ իր անկախության դեկլարացիան, կոնստիտուցիան եւ այլն, այն գաղափարը, որը այն տարիներին դրվել է թղթի վրա եւ ասվել է մարդու իրավունքների մասին, խոսքի ազատության մասին եւ այլն, այդ բոլոր սկզբունքները, որոնք ամերիկացիների համար սուրբ են եւ Բայց հիմնարար իրոք են։ սուրբ են տենց, հա։ Դուք այդ միջավայրում շատ երկար ապրել եք։ Մարդիկ իրոք տենց են վերաբերվում դրան։ Մարդիկ դրան վերաբերվում են, որ դա նորմալ վիճակ է եւ ինչպես առանց դրա, այսինքն Ֆայր մեր իրանք համար, չէ։ հա, չէ, իրենք շատ բաներ, նույնիսկ ասենք, երբ որ վերջի տարիներին այդպիսի տենդենց սկսվեց, որ սկսեցին մարդկանց փորձել այնպես անել, որ ինչ որ թեմաներով կամ Cancel չխոսեն, culture-ը, հա։ հա, իհարկե, կամ չխոսեն, կամ խոսելուց միայն շատ որոշակի ձևով իրավունք ունես խոսելու եւ այլն, մարդիկ դա չընդունեցին եւ բացի չընդունելուց նաեւ շատերը ուղղակի չէին ըմբռնում, որ ինչի մասին է խոսքը։ Եվ դրա, ասենք, մենք, ասենք, սովետական միությունից եկած մարդիկ, մենք Այդ լավ կարողանում պատկերացնում ենք։ հա, մենք պատկերացնում ենք, մենք գիտենք ֆիլտր անել, ասենք, թե ինչ պետք է Հա, ասել, ինչ պետք չի, ինչ ինքնացենզուրան։ կարելի։ Այո, միշտ այդ ինքնացենզուրան կա։ Եվ դա բավական ուժեղ է նաև Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայում շատ ուժեղ է այդ ինքնացենզուրան եւ ոչ միայն ինքնացենզուրան, նաեւ ուրիշների կողմից։ Ամերիկացիները այդ իմաստով բավական տարբեր են։ Այնպես որ առաջինը այդ իդեան, առաջինը այն միտքը, որ այս երկիրը միշտ եղել է մարդկանց համար ազատության ցուցանիշ եւ այն մարդիկ, որոնք ներքուս ձգտել են ամեն ինչից առավել, ձգտել են ազատության, իրանց համար գլխավոր կետը աշխարհի վրա, որտեղ պետք է գնաս կամ դա եղել է Միացյալ Նահանգները։ Այդ մի կողմը հարցի, մյուս կողմը այն, որ այստեղ, ասենք, տնտեսությունը միշտ եղել է ավելի քիչ կարգավորված պետության կողմից եւ միշտ եղել է ավելի ազատ, տնտեսական հնարավորությունները ավելի մեծ, աճի հնարավորությունները ավելի մեծ, այսինքն միշտ ասել են բոլորը, հատկապես եվրոպացիները միշտ ասում են, որ եթե դու նպատակ ունես, ասենք, բիզնեսի մեջ մի հատ փայլուն գաղափար ունես եւ ուզում ես դա ստեղծել ու աճացնել, ուրեմն պիտի լինես Միացյալ Նահանգներում։ Այդ հնարավորությունը եւ դրա համար հիմա մարդիկ, որոնց թվում է, որ այդ բոլոր հնարավորությունները քիչ-քիչ փորձում են հետ պահել, դրա համար մարդիկ այդպես ակտիվորեն ուզում են պայքարել, որ պահեն այդ ամեն ինչը, որովհետեւ իրենք հենց երկրի աճի պատճառներից մեկը տեսնում են հենց դրա մեջ, այդ ազատության մեջ, այդ ոգու մեջ, հետո այդ շատ հետաքրքիր բաներ կան, ստատիստիկաներ կան, երբ որ համեմատում են եվրոպական, արևմտյան եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ասենք, բարձր նիշեր ունեցող մարդկանց քանակը, ասենք, համեմատել էին Քեմբրիջի եւ Օքսֆորդի
ուրեմն բարձր նիշեր ունեցող մարդկանց ուսանողների քանակը համեմատել էին, ասենք, Harvard-ի, Yale-ի, այսինքն ամերիկյան համալսարանների ուսանողների բարձր նիշեր ունեցողների հետ եւ տեսել էին, որ թվերը շատ նման են իրար, շատ մոտիկ են։ Հետո երբ հետևում են այդ մարդկանց հետագա կյանքին եւ նրանց հետագա նվաճումներին, հաջողություններին, թե քանի company են իրենք ստեղծել, ինչպիսի կապիտալ են ստեղծել եւ այլն, ինչ ֆինանսական հաջողություններ են ունեցել, տեսել են, որ Ամերիկայի ցուցանիշները մի քանի անգամ ավելի բարձր են։ Այսինքն տեսնում են, որ հարցը նա չի, որ այստեղ մարդիկ, ասենք, ավելի խելացի են կամ ավելի ոչ, ուղղակի հնարավորությունները եւ մարդկանց այդ մտածելակերպը, որ իրենք ավելի ձեռներեց են։ Ինձ թվում է, որ Հոլիվուդի ստեղծման եւ աճի շատ մեծ պատճառներից նաեւ դա է եղել ընդհանուր տնտեսական իրավիճակը, սիստեմը, բացի դրանից իհարկե բոլորս գիտենք այն մեծաթիվ միգրացիաները, որոնք տեղի են ունեցել դեպի այս երկիր, սկսած ասենք հրեաներից, հետո իռլանդացիներից, հետո իտալացիներից, հետո այսինքն բոլոր եւ հայերից բնականաբար եւ իրականում այս հիմա չէ, հիմա հեշտ է ամեն ինչ, բայց երբ պատկերացնում ենք այն դժվար ժամանակները, երբ այդքան դժվար էր մի կոնտինենտից մի աշխարհամասից մյուս աշխարհամաս օվկիանոսով, ասենք, գալ հասնել այստեղ, բնականաբար դա շատ ավելի համարձակ, ձեռներեց, ակտիվ մարդիկ էին, որ գալիս էին եւ փորձում էին նոր կյանք ստեղծել իրենց համար, մեծ հնարավորություններ ստեղծել, այսինքն դա էլ է ստեղծում համընդհանուր ինչ-որ հասարակության մեջ համընդհանուր վերաբերմունք եւ մտածելակերպ եւ ձգտում անընդհատ աճելու, զարգանալու։ Ես Ամերիկա շատ եմ եղել, բայց Լոս Անջելես չի եղել, առաջի անգամ էր, որ Լոս Անջելեսում եմ ու ես դրական առումով զարմացած եմ, ինչքան տարբեր է այս քաղաքը։ Հա, ինչ Թաղամասից գնում, լեզուներ ա փոխվում, համայնք ա փոխվում, չգիտեմ, ուտելիք ա փոխվում։ Մի հատ քաղաքի մեջ այնքան տարբեր մշակույթներ կա, որ այդ ինձ թվում է չի կարող լավ բանի չբերի, լավ արդյունքեր ու տենց միջավայրում երևի ստեղծագործելը ավելի հեշտ է, որովհետև շատ տարբեր մարդիկ կարողանում են իրար հետ կապնվեն, խոսեն, կիսեն իրենց մշակույթը իրար հետ ստեղծագործեն։ Ես ոչ մի տեղ ուրիշ չեմ տեսել, որ մարդիկ գնան տենց հեշտ մի քանի տարվա մեջ շատ արագ ոտի կանգնեն ու բիզնես ստեղծեն։ Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում դա հնարավոր չի։ Ու միշտ այդ հարցը ինձ տենց հետաքրքրել է ոնց է որ ինչն է այդ Ամերիկային տենց Ամերիկա ստեղծում, որ ինքը տենց մշակույթային առումով, բիզնեսի առումով երկարաժամկետ մնում է դոմինանտ։ Օրինակ հիմա շատ են խոսում, որ Չինաստանն է արդեն ամենադոմինանտ երկիրը աշխարհում, բայց մի հատ բան կա, որ Ամերիկան դեռ երկար ժամանակ դոմինանտ է, այդ մշակույթի արտահանումը։ Իսկ եթե դու մշակույթ արտահանող հիմնական երկիրն ես, դու մեկը մնալու ես համար մեկը, ոնց որ ժամանակին Ֆրանսիան էր, Անգլիան էր, ու մշակույթները մինչև այսօր էլ շատ կարևոր դեր ունեն աշխարհում, բայց ժամանակին իրանք էին աշխարհային մշակույթ արտահանողը։ Հա, բնականաբար իհարկե համաձայն եմ եւ այդ տարբեր ազգերը երբ գալիս են եւ ամեն մեկը համ ստեղծում է, ասենք իր community-ն, հա, իր համայնքը, բայց դրա հետ միասին, ասենք, մեր ստուդիաները շատ տիպիկ արտահայտություն են դրա, թե ինչքան տարբեր երկրներից մարդիկ ունենք մենք, որ նայես, ասենք, կեսը կամ կեսից շատը ուրիշ երկրներից են, ուրիշ տեղերից, հաստատ Ամերիկայի ուրիշ քաղաքներից եւ այլն, եւ դա անշուշտ շատ մեծ մշակութային հարստություն է բերում, ամեն մեկը իր հետ բերում է իր մտածելակերպը, իր հումորը, իր աշխարհ ընկալման ձևը եւ այլն, եւ երբ մարդիկ ունեն ընդհանուր նպատակ կամ ընդհանուր գաղափար, այսինքն անպայման պետք է իրար կապող բան լինի, որ դա աշխատի, որովհետև հակառակ դեպքում ամեն մեկը կառանձնանա իր, ասենք, համայնքների մեջ ու ամեն մեկը մյուսին չի սիրի։
Միշտ եւ Ամերիկայի դեպքում ես կարծում եմ, որ տարիներ շարունակ այդ բոլորին միացնող գաղափարը եղել է հենց այդ Ամերիկայի գաղափարը, այդ ինչպես American ասված է, Dream-ը, հա։ American Dream, այդ փայլող, ինչպես էին ասում, ասենք փայլուն բանը սարի վրա ինչ որ երևույթ, Հա։ այսինքն այդ մի բան, որ բոլորը երազել են եւ եկել են մեծ դժվարություններով եւ կարողացել են իրենց համար ստեղծել այն կյանքը, որին իրենք ձգտել են։ Այսինքն եւ իհարկե դրա հետ միասին շատ մարդիկ էլ կան, որ գալիս են եւ իրենց Դուրս չեն չի գալի, հա։ գտնում, իրենց դուրս չի գալիս, Իհարկե, իրենցը չէ, նորմալ է։ այսինքն հա դա էլ նորմալ է, Հա։ դա էլ ամեն ուղղակի էս քաղաքը կոնկրետ հենց եթե Լոս Անջելեսի մասն ենք խոսում, ա, ես կարծում եմ ֆանտաստիկ քաղաք է շատ տարբեր իմաստներով, սկսած բնությունից, որ դու միաժամանակ ունես եւ ծով, եւ սարեր, եւ Հա։ անտառ, եթե ուզում ես գնաս ձյունի մի ժամ քշում ես սարը, գնում ես, ասենք դահուկ քշելու, եթե ուզում ես ծովափ այնտեղ, այսինքն բոլոր, եթե ուզում ես մի ժամ քշես, գնում ես անապատ եւ տեսնում ես ծաղկած անապատները եւ այլն, այսինքն բնության տեսակետից ֆանտաստիկ է։ Բացի դրանից մշակութային իմաստով, այսինքն եթե ուզենաս ամեն օր միտեղ գնալ մշակույթի հետ կապված, լինի դա համերգ, լինի դա ցուցահանդես, լինեն այն մուզեյները, որ այստեղ Հա։ կան, թանգարանները, անverջ անելու Անverջ բան անելու կա բան այս կա։ երկրում, այս երկրում եւ այս քաղաքում հատկապես, Այսօր թանգարան էին գնացել, որտեղ Natural History Museum, շատ լավն է։ բնության պատմության թանգարան երևի հարեն տենց կարելի ասել։ Դե գնացել ենք պարզա դինոզավրների համար, իհարկե։ տղես էր, ասել էր պապ պետք է գնանք դինոզավրներին տենանք, ֆանտաստիկ տեղ էր, նախ ու հետն է որ նաև Լոս Անջելեսի քաղաքի պատմությունը կար ու մի տեսակ դաժե բան արեցի, հուզվեցի, երբ որ նաև տեսա հայկական համայնքը այնտեղ ու Հայաստանից կտորներ ու մի տեսակ sense հաճելի էր որ ոնց որ քաղաքը ընդունում է որ ինքը տարբեր համայնքների միասնություն է ու հենց դա է իրան սարքում տարբերվող ու մենակ մենք չենք դե պարզա կորեացիներն էին Իհարկե, մեքսիկական չինական, չինական բոլոր այդ կտորները կար հա ճապոնական, ու ինչ հետաքրքիր է որ իրանք դա ընդունում են ու ասում են տենց է դա իրանք մեր հպարտանում մշակույթի են, մի մասն է այո, իրանք դրանով հենց հետաքրքիր է այդ հպարտանում են, մասը իրենք հատուկ այստեղ թանգարաններ ունեն եւ առանձին ճապոնական արվեստի, չինական արվեստի ամեն տեսակի, իրենք շատ գնահատում են եւ հետաքրքրվում են ուրիշ մշակույթներով, այսինքն այդ իմաստով շատ հյուրընկալ տեղ է, հա ասենք նույնիսկ այսքան տարի այստեղ ապրելով, ասենք 34 տարի այստեղ ենք, ես մի օր չեմ զգացել ինչ որ դիսկրիմինացիա, ինչ որ վատ վերաբերմունք նրա համար, որ ասենք ուրիշ ազգի ենք պատկանում եւ այլն, այսինքն այդ իմաստով, չգիտեմ, հա հետաքրքիր է ըհը շատ հետաքրքիր է ոնց այդ ամեն ինչը տենց ստացվի Հա, մեզ համար հատկապես հետաքրքիր էր, որովհետև մենք դուրս էինք գալիս սովետական միությունից, մենք չէինք դուրս գալիս անկախ Հայաստանից, մենք չէինք պատկերացնում նույնիսկ, որ կլինի անկախ Հայաստան, եւ երբ դուրս էինք գալիս սովետական միությունից, դա այնպիսի բան էր, կոնտրաստ էր։ մշակութային շոկ չէ Իհարկե, ամերիկացիների ասած այո, cultural shock այո, culture shock, չէ, ահռելի culture shock, որովհետև օրինակ հիմա այդպես չի, հիմա շատ կյանքը, ասենք, եւ ինտերնետի հետ կապված, եւ մարդկանց ճամփորդելու հետ կապված, շատ բաների հետ կապված, աշխարհը կարծես համփոքրացել է, հա, եւ շատ բաներ նմանվել են իրար։ Մենք երբ որ ասենք, այստեղ եկանք, ամեն ինչն էր տարբեր, սկսած, ասենք, չեքը գրելուց, մինչև ասենք փողոցը անցնելուց, որ պիտի կոճակ սխմես, որ լույսը տա անցնես, այսինքն ամեն ինչը ոնց որ զրոյից սկսում ես սովորել, դա շատ մեծ փոփոխություն է։ իսկ ինչն էր ամենամեծ զարմանքը որ նորակել եք Ամենամեծ զարմանքը։ Օ
Ինձ թվում է ամենամեծ զարմանքը իմ աղջկաս երբ տարա դպրոց, այդ դպրոցն էր եւ դասատուների վերաբերմունքն էր երեխաներին եւ ընդհանրապես այդ ամբողջ դրվածքը թե ինչպես էր այդ ես հիշում եմ որ մեր այդ շատ խիստ եւ շատ ինչ որ ուրիշ տեսակի դպրոցից հետո այստեղ Սովետական, հա։ հա սովետական դպրոցից հետո ինձ շատ զարմացրեց այստեղի դպրոցը մոտեցումը Հա։ ինչպես էին ինչ հարգանքով էին երեխաների հետ վարվում ինձ շատ դա զարմացրեց Հա, այդ ինձ էլ զարմացրի, երբ որ ես մի տարեստը Ամերիկայում high school գնացի ես, նորը Միշոյի հետ էինք խոսում, որ ես տենց Հայաստանում ահագին լավ վոլեյբոլ էի խաղում էր դպրոցում։ Ստեյ դպրոցում գնացի, որ փորձեմ ընդեղ իրանց թիմը մտնեմ, ասացին տղա ջան, տենց գնա վոլեյբոլ խաղալ ծովորի նոր կգաս։ Ну տենց չասացին, պարզա շատ ավելի բան ասեցին, բայց այդտեղ ես տեսա, որ ամերիկյան դպրոցներում ինչ տիպի ուժեղ սպորտային թիմեր կային, որ դպրոցի թիմը այդ համայնքի ոնց որ պատվի մի մասն էր ու շատ ուժեղ սպորտի մշակույթը դպրոցում կար։ Չգիտեմ, հիմա տենց հա թե տենց չի, բայց այն ժամանակ տենց այն համայնքը որտեղ ես էի սովորում, ոնց որ դպրոցի սպորտի կտորը շատ մեծ կտոր էր ու նաև ինձ ահավոր զարմացրեց, որ դպրոցում բացի այն ստանդարտ դասերից բացի ուրիշ հետաքրքիր դասեր էր, օրինակ ես դպրոցում մարքեթինգ եմ անցել, չգիտեմ, touch typing, ասենք կլավիատուրայի վրա սովորում ենք արագ գրել, photography, մենք մեր ձեռով բան էինք սարքում, այդ կամերաներ էինք սարքում, բանով կարտոնից ու բացում ենք, որ լույս ընկնի պլյոնկայի վրա, որ մենք հասկանանք ոնց է այդ ամեն ինչ աշխատում, ու հետո լաբորատորիան ենք, որտեղ ինքներս պրայավկա էինք անում, այդ That's fantastic experience էր։ Իմ մեջ անային դեպս այդ դպրոցը շատ բան փոխեց։ հետաքրքիր է։ Չգիտեմ, ես այդ առումով Ամերիկայից շատ շնորհակալ եմ։ Բայց ինքը շատ մեծ ու տարբերվող երկիր, այլի տարբեր մշակույթներով նահանգից նահանգ, օրինակ տարբերվում է։ Մի քանի ամիս առաջ Ֆլորիդայում էի, մի ամսից ավել մնացի, այնտեղ լրի ուրիշ աշխարհ է։ Մարդիկ լրի ուրիշ ձև են, մշակույթը ուրիշ ձև է, այստեղ ուրիշ բան է, ոնց որ հետաքրքիր է, որ մենք դες մի ձև ենք պատկերացնում ԱՄՆ-ն կամ մարդիկ անգամ Լոս Անջելեսում ապրելով մի ձև են պատկերացնում, բայց երբ որ տարբեր նահանգներ ես գնում, ինչ որ ժամանակ ես այնտեղ անցկացնում, տեսնում ես ինչքան տարբեր է ինքը։ Շատ Չէ, դե հենց իրենք ամերիկացիները միշտ ասում են, որ օրինակ մեծ քաղաքները, հատկապես ասենք Լոս Անջելեսը, Նյու Յորքը, դրանք Ամերիկայի հեչ տիպիկ չեն Ամերիկայի համար, ասենք մնացած Միջին Ամերիկան շատ տարբեր է, ասածի նման Ֆլորիդան շատ տարբեր է, այսինքն ամեն քաղաք եւ ամեն շրջան իր մեծ յուրահատկությունը ունի։ Իսկ ձեր կարծիքով ստեղի մշակութային պահելաձևից ինչ կարանք մենք վերցնենք Հայաստանում օգտագործենք։ Մշակութային պահելաձևից, այսինքն ինչի նկատի ունեք։ Այսինքն օրինակ չգիտեմ, ինչ որ բան կա, որ ամերիկացիները շատ լավ են անում ու եթե մենք Հայաստանում այդ կարողանանք նույն ձև կամ նույն ձև չէ, հասկանանք դրա իմաստը ու փորձենք նույն ձև, էլի նույն ձև բառ ասես, հասկանանք ու փորձենք ներդնենք մեր հասարակության մեջ, կարող օրինակ լավ առումով փոխվի։ Ինձ ճիշտն ասած շատ դուր է գալիս ամերիկացիների հումորի զգացումը, որ իրենք ամեն ինչի վրա եւ կարեւորը իրենց են մեծ հումորով վերաբերվում եւ մեծ հաճույքով պատմում են իրենց կյանքի ամենա անհարմար դրությունները, որ իրենք ընկել են եւ այլն, այսինքն մենք մի քիչ ավելի լարված ենք այդ իմաստով, փորձում ենք միշտ շատ ամեն ինչի չափերի մեջ, դրա մեջ լավ բան կա իհարկե, բայց չափավոր, այսինքն այդ հումորն է ինձ շատ դուր գալիս, հետո ինձ դուր է գալիս նաև իրենց ինքնավստահությունը այն իմաստով, որ իրենք չեն ամաչում սեփական արժանինքները
ցույց տալուց եւ նշելուց։ Օրինակ Հա, մեզ մոտ դա համարվում է, որ կարծես ինքը դուրնոյ տոն էլի, հա, հա։ հա, իսկապես չէ, մենք սովոր չենք, ասենք մենք նստենք մեզ գովանք, այդ սիրուն էլ չի երևում ու Անգամ վատ ենք հարմար չի։ զգում, որ մեզ գովում են։ Հա, իսկ իրանց մոտ դա ինձ համար շատ անսովոր էր սկզբից, երբ որ տեսնում էի, որ մարդիկ այդպես իրենց բայց մյուս կողմից դու տեսնում ես, որ ասենք գործնական միջավայրում դա իրանց գործը հեշտացնում է, որովհետև իրենք միանգամից ասում են, թե իրենք ինչ ուժեղ կողմեր ունեն եւ ինչ հարցով կարող են օգտակար լինել, Հա, ասենք այդ տվյալ գործատեղին, company-ին, առանց կեղծ համեստության, հա, այսպես հա։ ասած։ Այդ Այսինքն լավ ես ասեցի, կեղծ հա, համեստություն։ ես ինքս համեստություն շատ սիրում եմ մարդկանց մեջ, որովհետև ինձ համար համեստ մարդը, որը իրական համեստ է, ոչ թե կեղծ համեստ, իրական համեստ մարդը ինձ համար դա նշանակում է, որ նա խելացի է, որովհետև դու պիտի խելացի լինես, որ իմանաս, որ եթե դու այս բնագավառում շատ լավ ես, բայց վստահ լինես, որ քեզանից բացի շատ միգուցե ավելի լավերը կան եւ եղել են եւ կլինեն։ Այսինքն դա նորմալ համեստություն է, բայց այն կեղծ համեստությունը, երբ որ նույնիսկ այն բաները, որոնք ասենք գիտես, որ կարող ես, գիտես, որ դու ասենք արժանի ես այդ դիրքին, այսինչ աշխատանքի համար եւ այլն, որ կարողանաս դա ճիշտ ներկայացնել, որովհետև դա օգուտ է եւ քեզ եւ աշխատանքին։ Հա, հա։ Այսինքն այդ բաները, հետո իրենք շատ խրախուսում են իրենց երեխաներին, օրինակ ես նկատել եմ, հիմա չգիտեմ, միգուցե փոխված է ժամանակին, մեզ մոտ համարվում էր, որ երեխաներին պետք չի շատ գովալ, որ Երես չառնի։ ահա, իրոք, այո, հա, եւ Ես որ շատ եմ լսել դա, հա, որ նա ես շատ մեծ սերունդը որ տեսնում եմ ես իմ երեխուն ոնց եմ դաստիարակում, շատ եմ լսել էլի, տենց երեսը կտալի։ ահա, հա, այսինքն դա շատ դժվար բալանս է, չէ, որ համ երեխային այնպես մեծացնես, որ ինքը իմանա ինչպես իրան պահի ուրիշ տեղ, որ ասենք եւ ձեզ եւ իրեն անհարմար դրության մեջ չդնի եւ ուրիշ մարդկանց անհանգստություն չպատճառի, բայց դրա հետ միասին, որպեսի ինքը լինի ավելի ինքնավստահ, լինի ինքնուրույն, լինի չվախենա սխալվելուց, չվախենա ինչ որ բաներ փորձելուց եւ սխալվելուց, այսինքն այդ ամեն ինչ որ ես տեսնում եմ ամերիկացիները այդ ձևով են իրանց երեխաներին ավելի մեծացնում, ես դրա մեջ դրական բան եմ Հա։ տեսնում։ Իսկ հայ լինել ես համայնքում ձեզ ոնց է օգնե։ Թե չի օգնե։ Կամ չգիտեմ գործի մեջ։ Գործի մեջ, չէ, գործի մեջ ինձ չեմ կարծում, որ օգնել է, բայց համայնք լինելը եւ համայնքի հետ կապ ունենալը ինձ շատ է օգնում ամեն օր, օգնում է ուղղակի հոգեպես, որովհետեւ այստեղ շատ լավ հայ համայնք կա եւ շատ ակտիվ, շատ աշխուժ, որը միշտ ինչ որ հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում, ասենք միշտ ինչ որ հետաքրքիր ցուցահանդեսներ կան, համերգներ կան, հենց հայկական, եսի նկատի ունեմ հիմա, ոչ ընդհանուր ամերիկյան։ Այսինքն այստեղի հայ համայնքը շատ լավ համայնք է եւ շատ հետաքրքիր, շատ փայլուն մարդիկ կան այստեղ եւ իրենց հետ շփվելը միշտ հաճելի է։ Հա։ Աշխատանքի բերումով շատ չեմ կարծում, որովհետև մեր բնագավառում ընդհանրապես հայեր առաջ ընդհանրապես չկային, հիմա սկսել են հայտնվել մեկ-մեկ։ Հрьяաներն են չէ շատ։ Հрьяաները շատ են, որոշակի, ասենք, բնագավառներում հрьяաները շատ ակտիվ են եւ շատ հաջողակ են։ Իրենք շատ ճիշտ կարողանում են իրենց երեխաներին դաստիարակել, կրթության տալ, անպայման ամենալավ կրթությունն են ապահովում իրանց երեխաների համար եւ մեծ հաջողություններ ունեն այս երկրում բնականաբար։ Հետաքրքիր է որն է իրանց գաղտնիք այդ կրթությունը, հա, ճիշտ դաստիարակելը։ Ինձ թվում է ամբողջը բոլորը իրար հետ։ Հասկացա։ Բայց իհարկե ինչքան գիտեմ։
Դուք նաև բայց շատ ակտիվ կապ եք պահում նաև Հայաստանի հետ։ Անշուշտ։ Թումո եք դաստալի ունեք ընտանեկան շատ հետաքրքիր բիզնես, ոսկե գինիները։ Այո։ Օրինակ, չգիտեմ, Հայաստան ձեր համար ինչ այլի ոնց եք պատկերացնում, ինչ եք անընդհատ մեկը հետ գնում, ինչ եք այնտեղ ժամանակներ դնում, բիզնես աճացնում, իսկ թվում է պատահական չէ՞ այդ ամեն ինչը։ Չէ, Ու իհարկե։ հետաքրքիր է նաև այստեղի համայնքը ոնց է Հայաստանը ընկալում էլի։ Ու պարզը համայնքի փոխարեն չեք կարող խոսել, բայց Չեմ կարող խոսել համայնքի փոխարեն, բայց մյուս կողմից ունեմ շատ որոշակի տպավորություն, պատկերացում համայնքի մասին։ Ես կարծում եմ համայնքի մեծ մասի համար Հայաստանը ուղղակի ինչ որ մի հատ սրբություն, մի հատ գաղափար է, նույնիսկ այն մարդկանց համար, որոնք երբեք չեն չեն եղել ծնվել։ այնտեղ։ Եվ իրենք մեծացել են, հատկապես են հայերը, որոնք մեծացել են ուրիշ երկրներում, կամ էստեղ, կամ ասենք շատ ունենք ընկերներ տարբեր տեղերից եւ պարսկահայեր, լիբանանահայեր եւ այլն, արևմտահայեր, ամեն տարբեր տեղերից։ Իրենք որ խոսում են, դու տեսնում ես, որ իրենք մեծացել են բոլորը այդ Հայաստանի երազանքով։ Հա, Եվ իրանց համար դա իրոք մի հատ ինչ որ անհասանելի, մի հատ չտեսնված մի բան է, եւ հետո այն մարդիկ, որոնց հաջողվել է հետո գնալ Հայաստան, իրենք շատ մեծ սրտի ամեն կարծես սրտի ամեն լարով կապվում են Հայաստանի հետ եւ հետո սկսում են անընդհատ նորից գնալ, նորից այնտեղ ժամանակ անցկացնել ինչքան կարող են, ով կա հնարավորություններ ունեն, ինչ որ փորձում են տարբեր ձևով օգտակար լինել եւ այլն, այսինքն իրոք շատ մեծ կապ կա Սփյուռքի եւ Հայաստանի մեջ այդ իմաստով, այսինքն համենայն դեպս այն մարդկանց, որոնց ես եմ ճանաչում, ես միայն կարող եմ այդքանը ասել, իսկ ինձ համար Հայաստանը դա հայրենիք է, Հայաստանը դա իմ ընտանիքն է, իմ ամբողջ ընտանիքը այնտեղ է ապրում, իմ ծնողները այնտեղ էին, հիմա մաման, եղբայրս այնտեղ է, իր ընտանիքով, բոլոր հարազատները, այսինքն Հայաստանը միշտ իր տեղը ունի իմ կյանքում, իսկ ինչ վերաբերում է ոսկեվազին, դա շատ հետաքրքիր պրոյեկտ էր եւ ամուսնուս եղբայրը ուներ այդ գինու գործարանը, ոսկեվազ գինու գործարանը, որը Հայաստանի ամենահին գինու գործարանն է, եւ այդպես եղբայրներով որոշեցին այդտեղ ստեղծել մշակութային կենտրոն, որը նաեւ իհարկե կդառնար զբոսաշրջային կենտրոն, եւ այդպես էլ արեցին, ամուսինս Գագո Օգանեսյանը ինքը միշտ երիտասարդ դեռ ուսանողական տարիներից մենք իրար հետ ուսանողական տարիներին ենք ծանոթացել ինստիտուտ ընդունվելու ժամանակ, այդ ժամանակվանից միշտ նկարում էր իր այդ միջնադարյան տեսքով հեքիաթները, կառուցում էր մակետները տարիներ շարունակ, վերջապես հնարավորություն ունեցավ այդ ամեն ինչը իրական կառուցելու եւ այդտեղ ամբողջ այդ պատերի հարթաքանդակներից մինչեւ իհարկե ամբողջ ճարտարապետությունը եւ այլն բոլորը իր նախագծածն է։ Պետք է ուզում հարցնել, որտեղից է այդ իդեան եկել, որ այդ ամեն ինչը տենց տարբերվող կարողացել են Այդ իր ստեղծել։ հեքիաթներն էր, այդ բոլորը իր Իրա նկարած հեքիաթներն էր, հեքիաթներ, որոնք այո, իր կտավները, եթե նայեք, ճիշտ նույն բաներն Հա, են, շատ որոնք նման։ միշտ նկարել է, հետո այդպես նույն ձևով կառուցեց։ Այդպես, իսկ ինքը շատ լավ ֆանտաստիկ գինու գործարան է եւ շատ լավ գինիներ են, բոլոր մրցույթներին միշտ ոսկե մեդալներ են ստանում եւ նույնիսկ վերջերս մի 2-3 օր առաջ էլի հերթական ոսկին ստացան։ Շնորհակալ եմ։ Հա, այնպես որ իրոք շատ հետաքրքիր վայր դառավ ինքը։ Ինքը դարձավ այնպիսի մի հեքիաթային վայր, որտեղ մարդիկ գալիս են ընդհանուր ուղակի առնչվելու իհարկե եւ գինիների հետ եւ մշակույթի հետ։ Հա, Այնպես։ հետաքրքիր էլի որ չգիտեմ, մանկության երազանքները երբեք սաղ կյանքի ընթացքում չի անցնում։ Չէ։
ինչ որ մարդկանց հետո հնարավորություն է ընձեռնվում կամ այդ մարդիկ իրանք են այդ ամեն ինչը ստեղծում, որ այդ երազանքները ինչ որ կտորներ սկսեն իրականություն սարքեն, էլի։ Այո։ Իսկ դուք երբևէ որ փոքր եք պատկերացնում եք, որ ձեր այն ինչ որ ձեզ հաճույք է պատճառում, դա դառնալու է ձեր մասնագիտությունը ու դրանով դուք կարողանալու եք կարիերա անեք։ Գիտեք, երեխա ժամանակ ես բնականաբար այդ մասին չէի մտածում, որովհետև ես երևի շատ մոտավոր պատկերացում ունեի ինչ որ մասնագիտությամբ ապրելու եւ այլն այդ հարցերի մասին, բայց որ լինելու եմ նկարիչ, ես միշտ գիտեի։ Ուղղակի ինքս ինձ հարց չէի տալիս, թե դրանով կարող եմ ապրել, թե չէ։ Այդ հարցը ինձ տվեցի արդեն շատ ավելի ուշ տարիքում, երբ արդեն ինստիտուտում էի նկարչական բաժնում, գեղարվեստաթատերական ինստիտուտում, մենք խոսում էինք ամուսնուս հետ, այդ ժամանակ Գագուի հետ խոսում էինք եւ հենց այդ ժամանակ երևի ես ձևակերպեցի այդ միտքը ինքս ինձ համար, ասեցի ես միշտ ահավոր ձևի չեմ սիրել սոված նկարիչի կերպարի գաղափարը, որը ձևավորվել էր ռոմանտիզմի տարիներին, այսպես ասած, արվեստի պատմության մեջ եւ հանկարծ բոլորին դուր էր եկել ու որոշել էին մարդիկ, որ դա լավ կերպար է։ Ես միշտ հասկանում էի, որ ինձ այդ կերպարը բոլորովին չի ձգում, եւ դրա համար ես ինքս շատ միշտ գիտեի, որ ես զբաղվելու եմ նկարելով անպայման, բայց ունենալու եմ այնպիսի մասնագիտություն, որը էլի նկարելու հետ կապված, որը ինձ թույլ կտա կախված չլինելու շուկայի պահանջներից որպես նկարիչ։ Այսինքն, եթե ես կարողանում եմ ինքս ինձ ապահովել իմ մասնագիտությամբ ֆինանսապես, այլևս ես կարիք չունեմ մտածելու, թե որ նկարը կծախվի, որը չի ծախվի եւ շուկան ինչ տիպի նկարչություն է ինձանից պահանջում եւ ես կարող եմ նկարել միայն այն, ինչ որ ինձ է հետաքրքրում։ Ազատ եք ձեր ստեղծագործության։ Իհարկե, անձնական ստեղծագործության մեջ լրիվ ազատ ես, որովհետեւ ասենք իմ մասնագիտության մեջ, իմ մասնագիտությունը դա թիմային արվեստ է, չէ՞։ Ընդհանրապես կինոն, մուլտիպլիկացիան, դրանք բոլորը թիմային արվեստներ են, որ ինչ որ չափով քո սահմանների մեջ դու ունես այդ ստեղծագործական ազատությունը անելու են ինչ որ կապված է քո կոնկրետ գործի հետ, բայց ընդհանուր պրոյեկտը ինքը, ասենք ամեն ինչ արվում է այդ ընդհանուր պրոյեկտի գաղափարի համար։ Իսկ երբ անում ես քո անձնական ստեղծագործությունը, քո անձնական նկարը, քանդակը եւ այլն, դրանք արդեն ոչ մեկից կախված չեն, արդեն դու եւ սցենարիստն ես, եւ ռեժիսորն ես, եւ կատարողն ես, եւ ամեն ինչն ես քո նկարի։ Այսինքն քեզ տալիս է բացարձակ ազատություն լինելու արտիստ այնպես ինչպես դու ես ուզում։ Այդ հետաքրքիր ստրատեգիա է կընտրել շատ։ Դա շատ լավ բալանս է ինձ համար։ Այդ մի անգամ Ռիկ Ռուբինի ինտերվյու էին, ինքն էլ հենց sense չէ, բայց նման մի հատ գաղափար ասես, որ այն ինչ որ դուք ուզում եք զբաղվեք, այն ճյուղով որ դուք ուզում եք ստեղծագործեք, անպայման չի որ հենց դրանով փող աշխատեք։ Կան ուրիշ փող աշխատելու ճանապարհներ ու դա նաև ինչ որ մասով, նաև ազատություն է տալի, որ դու ստեղծագործես ոնց որ ուզում ես, որովհետև դրանից դու ֆինանսական կախվածություն չունես, էլի։ Այո։ Ինչ հետաքրքիր է, որ նույն գաղափարը ունենք Ռիկ Ռուբինի հետ։ Ստեղծագող մարդիկ միշտ ինչ որ Չէ, որովհետև իրոք դա ամեն ստեղծագործողի համար դա շատ լուրջ հարց է, լուրջ թեմա է, որովհետև էլի եթե վերադառնանք ֆորմուլայի գաղափարին, ասենք շատ ստեղծագործողներ, եթե սկսում են մի բան անել, հետո մի բան հաջողվում է, եւ իրանք արդեն չեն կարողանում այդ ֆորմուլայից դուրս գալ։ Որովհետև գիտեն, որ սա շուկայական է, սա կարողանում եմ եւ այլն եւ երեկամուտ է բերում, դա իրականում տաղանդը մերցնում է, չէ՞։ Համաձայն եմ։ Օրինակ, չգիտեմ, այս ոդկասթն է ինձ թվում է
պատճառներից մեկը որ ստացվեց, այսքան երկարանում ենք, որովհետև ինքը իմ հիմնական ֆինանսի միջոցը չի։ Դրա համար ինձ թույլ է տալի անել ինձ ոնց որ ես եմ ուզում։ Exactly։ Այլ ոչ թե, չգիտեմ, Այո, այլ ոչ թե ինչ որ կբերի ավելորդ, ինչ ավելի որ շատ փող նայողներ, չգիտեմ, փող եւ այլն, որ տես շատ լարվածություն չկա, ինձ թեթև եմ զգում, էլի, ես այս ամեն ինչը անելուց, որովհետև ինքը հիմնական փող աշխատելու միջոցը չի։ Այո, եւ որովհետեւ դա չէր նպատակը եւ ձեր ոդքասթի ընդհանրապես յուրահատկությունը եւ որ այդքան ինձ համար հաջող է, ես ոչ թե ի նկատի ունեմ հանդիսատեսի տեսանկյունից հաջող, այլ նկատի ունեմ, որ ուղղակի որ նայում ես իրեն օբյեկտիվորեն շատ հաջող բան եք ստեղծել, հենց նրա համար, որովհետև հիմքում ընկած է մարդու հետաքրքրասիրությունը։ Եթե դու հետաքրքրվող մարդ ես, ուրեմն եւ ասենք զրույցի մեջ այնքան հետաքրքիր բան կարող է, չէ՞, մեջտեղ դուրս գալ։ Եվ միանգամից տեսնում ես, որ ինչ որ հարցի մեջ, ասենք, նպատակ, աջենդա կա, թե ուղակի հետաքրքիր զրույց է եւ դրա համար ես շատ եմ գնահատում ձեր ոդքասթը։ Շատ շնորհակալություն ձեզ լսել եք, շատ հաճելի է։ Իսկ ի՞նչն է ոգևորում, ի՞նչն է ձեզ ստիպում անեք ու շարունակեք ստեղծագործել։ Ինչն է ոգևորում։ Ես կարծում եմ ամեն ինչը։ Ես այն մարդկանցից եմ, որ ամեն գեղեցիկ նկատում եմ։ Օրինակ մարդիկ միշտ ասում են, որ մի բան որ սովորական է դառնում, մարդիկ սկսում են չնկատել, չէ՞։ Ամեն Աստծո օր ես ասենք նայում եմ դուրս, տեսնում եմ երկինքը, տեսնում եմ ծառերը, լսում եմ թռչուններին, տեսնում եմ իմ հարազատներին։ Ամեն օր ես ուրախանում եմ եւ լցվում եմ ինչ որ շատ դրական մի էներգիայով, բայց ես հասկանում եմ, որ ինձ միշտ ոգևորում է գեղեցիկը։ Լինի դա ուրախ գեղեցիկ, թե տխուր գեղեցիկ, տխուրն էլ է լինում գեղեցիկ, բայց հենց գեղեցկությունը, ես չեմ սիրում տգեղություն, օրինակ ժամանակակից արվեստի մեջ շատ կա ուղղակի տգեղություն, ինձ դա չի ոգևորում։ Համաձայն եմ։ Հասկանում ես տենց արա, բայց ասիրում չի։ Չէ, ես դրա կոնցեպտը հասկանում եմ, միտքը հասկանում եմ, բացատրությունը, ամեն ինչ հասկանում եմ, բայց ինձ անձամբ դա չի ոգևորում։ Նենց կարևոր բան ասեցիք, որովհետև այս վերջերս այդ միտքը մոտս եկավ, ասում եմ ես ահագին երջանիկ մարդ եմ, որովհետև կարողանում եմ սանսետները վայելել։ Այո, փոքր բան է, բայց չէ, բայց երեք օրինակ այդ Լոս Անջելես այդ աննորմալ սանսետը որ ասենց մի քանի րոպե ասենց կանգնած երկնքին եմ նայում, որ երջանիկ ես այդ բանը զգում, որ այդ գեղեցկությունը կարողանում ես վայելես։ Իրոք վայելես, որ ավել բան պետք չէ, այդ բանը պրոստը այդ երկնքին որ նայես, որ մտը լավ երկալ։ Այո, բայց հետաքրքիր է, չէ՞, որ օրինակ այդ զգացողությունը, այդ զուտ էմոցիոնալ զգացողությունը շատ դժվար է բառերով բացատրել, բայց դու ֆիզիկապես ես դա զգում, դու դա ոչ թե ուղղակի գլխով գիտակցում ես, որ ինչ գեղեցիկ էր, այլ դայև տարբեր մակարդակներով, էմոցիոնալ ձևով ես դա անցալում զգում։ Ես նույն ձևով վերաբերվում եմ արվեստին։ Այսինքն, երբ այդ գեղեցիկ արևամուտը դուք որ տեսակ ինչ ապրումներ ունեցաք, եթե նույն տիպի ապրումներ ունենում ես գեղեցիկ նկար նայելիս կամ գեղեցիկ երաժշտություն լսելիս կամ գեղեցիկ պոեզիա կարդալիս եւ այլն, ինձ համար դա այդ նույն զգացողությունն է, ոնց որ հոգիդ բարձրանում է։ Այսինքն պիտի արվեստը իմ պատկերացմամբ պիտի հոգին ազնվացնի։ Չի կարող ոտնահարել։ Այդ բանը երբ որ կա արվեստի մեջ, դա իմ համար այդ գեղեցկությունն է։ Ես ուղղակի ուրիշ ճիշտ ավելի ճիշտ բառ չեմ գտնում դա ասելու, բայց կարծում եմ, որ դա է։ Ելենա ջան, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր է։ Վերջի պահը հատկապես այդ չգիտեմ գեղեցկությունը վայելելը շատ կարևոր է։ Դա է դա։ Կյանքը։